Ուշադրության դեֆիցիտի 7 ցուցիչ, որոնք հաճախ մնում են աննկատ։ Առաջին, դժվար է կենտրոնանալ անգամ սիրելի գործի վրա։ Սկզբում կա հետաքրքրություն, սակայն մի քանի րոպե անց միտքը փախչում է։ Երկրորդ, սկսած գործերը հաճախ մնում են անավարտ։ Ոչ թե ծուլությունից, այլ որովհետև ուշադրությունը բավարար չէր։ Երրորդ, մանրուքների մշտական մոռացկոտություն։ Բանալիներ, հեռախոս, խոստումներ, մարդը կարծես միշտ ինչ-որ բան մոռանում է։ Չորրորդ, դժվարություն լսելու ժամանակ, խոսքը լսվում է, բայց միտքը կարծես ուրիշ տեղ է։ Հինգերորդ, ներքին անհանգստություն եւ շտապողականություն։ Նույնիսկ հանգիստ պահին կա շարժվելու ինչ-որ բան անելու հարկադրանք։ Վեցերորդ, զգացմունքների արագ փոփոխություն, նույնիսկ փոքր պատճառը կարող է հանդիսանալ բուռն արձագանքի պատճառ։ Յոթերորդ, ցածր ինքնագնահատական չհասկացված լինելու զգացումի։ Երբ մարդը չի կարողանում լինել ինչպես մյուսները, սկսում է մեղադրել ինքն իրեն։ Ես կանակենտրոնի տնօրեն, հոգեբան, հիշողության ուշադրության զարգացման մասնագետ Էլիզա Մանուկյանն եմ։ Ես եւ կանակենտրոնի մյուս հոգեբանները կազմակերպում ենք անհատական եւ խմբային հիշողության ուշադրության զարգացման դասեր, առկա եւ on-line ձևաչափով։ Աշխատում ենք մեծահասակների եւ երեխաների հետ։ Բացում ենք նոր խմբեր։ Նվեր դասի կարող եք գրանցվել նշված հեռախոսահամարներով։ Կարդացեք նաեւ մեկնաբանություն, որ պատկերացնեք ինչպես ենք աշխատում։